Ջանքելյան ընդդիմություններում ուժեղ Հայաստանի Հանրապետության մասնակցությունը չեղածելու դիմում եք ներկայացրել կենտրոնական ընտրական հանձնաժողով ընտրական օրենսգիրքը երկու է դեպք է, հա, նախատեսում մեկը գրանցումը ձեր համարելու, մեկը անվավեր ճանաչելու, ինչ կոնկրետ ձեր պահանջը Այս մի ընտրական օրենսգիրքով սահմանված հնարավորությունները մենք այս դեպքում կոնկրետ պահանջում ենք, որպեսզի ընտրական հանձնաժողովը կենտրոնական անվավեր ճանաչի ուժեղ Հայաստան կուսակցության դաշինքի ընտրական ցուցակը գրանցելու մասին իր 03-05-26 թվականին համար 65-ից որոշում առաջին կետով պահանջը հետևելն է կամ հետևում է, որ կան բավարար հիմքեր այդ գրանցումը կլեի որոշման անվավեր ճանաչել։ Երկրորդ կետով, եթե այնուամենայնիվ կենտրոնական ընտրական հանձնաժողովը գտնի, որ իր սեփական որոշմամբ այդ գրանցումը անվավեր ճանաչելու հիմքերը բավարար չեն, ապա մենք պահանջում ենք, որպեսզի կենտրոնական ընտրական հանձնաժողովը օգտվի ընտրական օրենսգիրքով սահմանված իրավունքներից եւ նման պահանջով դիմի Հայաստանի Հանրապետության վարչական դատարան։ Իսկ հիմքերը կներկայացնեք, օրինակ դուք ինչու եք կարծում, որ ուժեղ Հայաստանի Տեսեք, հիմքերը մեր մասած ճճում են, արդեն բոլորով ամիսն է Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Զավելի Սարգսյանը, հասարակական սեկտորի ներկայացուցիչները, հասարակական ներկայացուցիչները բարձրաձայնում են տեղի ունեցող բազմաթիվ վատառողջ երևույթների մասին, որոնք կարող են էական ազդեցություն ունենալ ընտրությունների ելքի վրա եւ կարող են շեշտակիորեն փոխել ընտրությունների արդյունքը։ Կոնկրետ արտաքին ազդեցության մասին, ֆինանսական թափանցիկության մասին, խոսակցություն կա արտասահմանից Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վրա ճնշում գործադրելով Հայաստանի Հանրապետության տեղափոխելու մասին, որոնք գալիս են տեսնում եք լրագրողական հետաքննություններով դա ցույց տալիս, մարդիկ մեքենաներով գալիս են զուտ այդ օրը ստիպողաբար կամ ասել պարտադրված ընտրությանը մասնակցելու իրենց սրտի թեկնածուն, այսպես ասած, ընտրելու, որոշ արտաքին ուժերի սրտի թեկնածուն ընտրելու եւ երկրի տարածքը անմիջապես հենց ընտրությունների հաջորդող լքելու դիտումով։ Այս ամեն ինչը միտված է խափանելու ընտրությունների հիմնականով ընթացքը եւ կարծում ենք այս առումով Հայաստանի Հանրապետության իշխանությունները ունեցել են անելիք եւ կարծում եմ որ չեն արել, որովհետեւ երեկվա բանավեճից հետո տեսակ ինչ տեղի ունեցավ Հանրապետության վարչապետը նաեւ մեղադրանք հնչեցրեց արևմտամետ ուժերի ներկայացուցիչների, այդ թվում նաև Արամ Զավելի Սարգսյանի հասցեին առայն, որ մենք ենթադրում ենք ստեղծված այնպիսին, որ իրենք ինչ-որ գործիքներով, այսինքն սահմանափակված են չեն կարողանում դիմել այդ քայլին, դա դուք ինչի չէիք դիմում, եւ Արամ Զավելի Սարգսյանը անմիջապես է պատասխանեց, որ մենք պարբերաբար արդեն որորդ ամիսն է բարձրաձայնում ենք այդ հարցերի վերաբերյալ եւ եթե ձեզ հարկավոր է այդ դիմումը, որպեսզի ձեր ձեռքերի կապանքները բացվեն, մենք կտանք ձեզ այդ գործիքը եւ այսօր մեր այս դիմումի իմաստն ու նպատակը գնդակը գործող իշխանության դաշտ փոխանցելն է։ Կարծում եմ, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը կհրավիրի արտահերթ նիստ, ամեն դեպքում դիմումի քննության արդյունքում որոշումը պետք է կայացվի մինչև ընտրությունների վերջնական արդյունքների հրապարակումը, ըստ այդմ սպասենք զարգացումը։